Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1313-րդ օրն է։ Այսօր Պուտինը եւս մեկ անգամ ռազմաճակատում կրած աղետալի կորուստների ամոթը ծածկելու համար Ուկրաինայի վրա հերթական զանգվածային հրթիռադրոնային հարված ձեռնարկեց, բայց այստեղ էլ նա իր ուզածին չհասավ։ Միգուցե մասամբ սեպտեմբերի 28-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի օդային ստորաբաժանումները հայտնել են, որ երկրի հակաօդային պաշտպանությունը խոցել կամ չեզոքացրել է ընդհանուր առմամբ 611 ռուսական թռչող թիրախ։ Ռուսական կողմը իրականացրել է հերթական զանգվածային հարձակում, օգտագործելով 593 հարվածային դրոն, 2 ռեակտիվ դրոն, 38 Խ-101 տեսակի թևավոր հրթիռ, 8 կալիբր տեսակի թևավոր հրթիռ։ Հարձակման հիմնական ուղղությունը եղել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը։ Ըստ նախնական տվյալների, Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են խոցել կամ ճնշել 566 հարվածային դրոն, 2 ռեակտիվ դրոն, 35 Խ-101 տեսակի թևավոր հրթիռ, 8 կալիբր տեսակի թևավոր հրթիռ։ Այս տվյալները վկայում են ոչ միայն հարձակման աննախադեպ մասշտաբների, այլև Ուկրաինայի հակաօդային պաշտպանության բարձր արդյունավետության մասին։ Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ 5 հրթիռ եւ 31 հարվածային դրոն հարվածել են 16 տարբեր վայրերի, հիմնականում բնակելի տների եւ շենքերի։ 25 տեղանքում արձանագրվել է խոցված թիրախների բեկորների անկում, ինչն էլ առաջացրել է ավերածություններ եւ հրդեհներ, մասնավորապես Կիևում կան վնասված շենքեր, զոհեր եւ վիրավորներ։ Տեղեկությունները շարունակվում են ճշտվել։ Կրեմլի հերթական հիստերիկ պոռթկումը խաղաղ մարդկանց նկատմամբ փորձելով անամոթաբար ներկայացնել իբր ռազմական թիրախներ են խոցել, այն դեպքում, երբ մարտի դաշտում ռուսների օրական կորուստների թիվը նորից խայտառակ աճել է, այսօր 1100 հոգի կորուստ է տվել Պուտինի բանակը։ Սրան դեռ կանդրադառնամ, ծանոթացնեմ ձեզ այսօրվա այլ կարևոր թեմաների հետ։ Ռուսական զորքերի առաջ խաղացումը 3 մարզերի հատման հատվածում կանգ է առել, Ուկրաինայի պաշտպանության ուժերին հաջողվել է խափանել հակառակորդի պլանները։ Դոնբասում Ուկրաինայի զինծառայողները կարողացել են ընդլայնել վերահսկողության գոտին Դաբրոպոլիի ուղղությամբ։ Եթե Ուկրաինան ստանա համահավ հրթիռներ, Ռուսաստանի շուրջ 60 մարզեր Մոսկվայից մինչև Տյումեն կարող են հայտնվել ուժեղ հարվածի տակ։ Ռուսաստանը բախվել է Բուկ հոп համակարգերի հրթիռների խիստ պակասի հետ, որոշ հոп ստորաբաժանումների զինծառայողներ արդեն տեղափոխվում են հետևակային ստորաբաժանումներ։ Պուտինը ստում է այն առաջնորդներին, որոնք դեռ շարունակում են խոսել նրա հետ։ Արևմտյան վերլուծաբանները եզրակացնում են, որ ռուս դիկտատորը գերագնահատել է սեփական ուժերը եւ չի օգտվել այն հնարավորությունից, որը նրան տրվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եվրամիությունում արդեն սկսել են քննարկել Ուկրաինայի ֆինանսական աջակցություն տրամադրելու առաջարկը։ Ռուսաստանի կենտրոնական բանկի սառեցված պահուստների հաշվին հնարավոր վարկի չափը կարող է հասնել շուրջ 140 միլիարդ եվրոյի։ ՆԱՏՕ-ի նոր անդամները ձևավորել են 1000 հարվածային ուժ ուղղակի Ռուսաստանի սահմանի մոտ։ Բրյանսկի մարզից կազակների ջոկատները հայտարարել են Ռուսաստանի պաշտպանության լիակատար ձախողման մասին, բայց նախքան մեր այսօրվա եթերի հիմնական թեմաներին անցնելը, խնդրում եմ մի քանի վայրկյան հատկացնեք YouTube-ի գործիքներից օգտվելու համար, մեր եթերը լայքելու համար, եթե հնարավոր է սոցիալական ցանցերում տարածելու համար եւ ստուգեք արդյոք բաժանորդագրված եք նոր ալիքին թե ոչ, եթե ոչ, անպայման խնդրում եմ բաժանորդագրվեք, այսպես փորձենք լայնացնել մեր լսարանի շրջանակները։ Ուկրաինական ուժերը խափանել են ռուսական հարձակումը Նովոպավլովսկի հատվածում, որտեղ օկուպանտները փորձում էին հաստատել իրենց ներկայությունը։ Ռուսական օկուպացիոն զորքերի հարձակումը Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի եւ Դոնեցկի մարզերի հանգույցում Նովոպավլովկայի ուղղությամբ դադարեցվել է ուկրաինացի պաշտպանների հաջող գործողությունների շնորհիվ։ Համապատասխան հայտարարություն է արել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Գեներալի խոսքով թշնամու նպատակը պարզ էր՝ դրոշ տեղադրել ինչ-որ տեղ եւ հաստատել իրենց ներկայությունը։ Զավթիչները կիրառում են 1000 կտրվածքների մարտավարություն եւ Սումի ուղղությունից այստեղ են տեղափոխել ռազմածովային ստորաբաժանումներ, սակայն հարձակումը կանգ է առել։ Սիրսկին հավելել է, որ ռուսական ռազմածովային հետևակը ներկայումս խրված է Դաբրոպոլիայի տարածքում մարտերի մեջ, որտեղ ուկրաինական բանակը շարունակում է հաջողությամբ ճնշում գործադրել օկուպանտների վրա, այլ խոսքերով ասած, ուտիլիզացնում է օկուպանտների զորքը։
Բացի դրանից, Սիրսկին լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանել է հարձակողական զորքերի ստեղծման անհրաժեշտությունը որպես առանձին զորատեսակ եւ պատասխանել է տարածված հարցերին, ինչու այդ գործառույթը չի կարելի դնել արդեն եղած գործող ստորաբաժանումների վրա, մասնավորապես դեսանտային ուժերի վրա։ Գեներալի խոսքով պատասխանը թաքնված է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ներկայիս պատերազմի բնույթում, հետեւաբար ուկրաինական հրամանատարությունը փնտրում է մարտական գործողությունների ձևեր, մեթոդներ եւ կառուցվածքներ, որոնք լավագույն արդյունքներ կտան մարտադաշտում։ Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ ուկրաինական բանակը հակահարձակում է իրականացրել եւ կարողացել է ընդլայնել իր վերահսկողության գոտին Դոնեցկի մարզի Դաբրապոլիայի շրջանում։ Ռուսական օկուպացիոն ուժերը բախվում են բուկ զենիթահրթիռային համակարգերի հրթիռների խիստ պակասին։ Պակասությունը այնքան լուրջ է, որ նույնիսկ ռուս քարոզիչները այլևս չեն կարող լռել դրա մասին։ Որոշ օկուպացիոն ստորաբաժանումներ ունեն ընդամենը 1 կամ 2 հրթիռ յուրաքանչյուր 6 արձակիչի համար։ Որոշ դեպքերում համակարգերի համար անհրաժեշտ զինամթերքը առգրավում է ռուսական նավատորմից պակասը լրացնելու համար։ Ավելին, որոշ հոբ անձնակազմեր տեղափոխվում են հետևակ, ինչը վկայում է համակարգային մատակարարման խնդիրների մասին։ Բրյանսկի մարզի այսպես կոչված կազակները տեսանյութ են ձայնագրել, որում բողոքում են ուկրաինական դրոնների հարվածներից, ավերածություններից եւ իշխանությունների կողմից ռուս իշխանությունների կողմից օգնության լիակատար բացակայությունից։ Զեթալիկներում հայտնվել է Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանի կազակների բողոքներով լի տեսանյութը, որտեղ նշվում է, որ տարածաշրջանում իրավիճակը կրիտիկական է։ Նրանց խոսքով ուկրաինական դրոնների հարձակումների հետևանքները թաքցվում են Կրեմլի կողմից, իսկ տեղի բնակիչները մնում են առանց աջակցության։ Տեսանյութը ապացուցեց, որ նույնիսկ պատերազմի կողմնակիցների շրջանում աճում է դժգոհությունը ռուսական պաշտպանության ձախողումներից եւ սահմանամերձ շրջանների բնակիչների խնդիրների նկատմամբ Մոսկվայի անտարբերությունից։ Ինչ կողմից ավելացնեմ, որ սա միայն անտարբերություն չէ, նաեւ անկարողություն է, Ռուսաստանը պարզապես փլուզվում է եւ տարածքների վերահսկողությունը զուտ պայմանական են։ Տեսեք, հիմա կազակները ցույց են տալիս, որ Բրյանսկի մարզում փաստացի ռուսական իշխանություն չկա։ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինին ստելու մեջ։ Նա նաև ասել է, որ ռուսները հիվանդ են պատերազմով։ Պուտինը խաբում է այն առաջնորդներին, որոնք դեռ խոսում են նրա հետ, երբ ասում է, թե իր օկուպացիոն զորքերը հասնում են ինչ-որ նպատակների, ասել է Զելենսկին։ Նա նշեց, որ Ռուսաստանի իշխանությունները ստիպված են անընդհատ հետաձգել ուկրաինական նոր տարածքների օկուպացիան, նրանք չեն կարողանում հասնել իրենց հայտարարած նպատակներին Ուկրաինայի զինված ուժերի հզոր դիմադրության պատճառով։ Միակ բանը, որ Ռուսաստանը կարող է անել այսօր իր զինվորներին ուղարկելն է անիմաստ դաժան մսային գրոհների եւ շահեդ դրոններով, հրթիռներով եւ ավիառումբերով ռմբակոծել Ուկրաինայի խաղաղ բնակավայրերը։ Նրանք իսկապես հիվանդ են պատերազմով, նշեց Ուկրաինայի առաջնորդը։ Նա հավելեց, որ միայն ուժն ու վճռական գործողությունները կարող են բուժել միլիտարիզմի ռուսական վիրուսը։ Այս ֆոնին աշխարհում շատերը զարմանքով արձագանքեցին Դոնալդ Թրամփի կտրուկ շրջադարձին Ուկրաինայի հարցում։ Նրա հայտարարությունը, թե Ռուսաստանը թղթե վագրե, իսկ Կիևը կարող է վերադարձնել իր բոլոր տարածքները, դարձավ շատերի համար օրակարգային։ Ըստ վերլուծաբան Մարկ Թիսենի, սա ոչ թե անսպասելի շրջադարձ էր, այլ հետևանք մի շարք քայլերի։ Washington Post-ի իր սյունակում Թիսենը գրում է, որ Պուտինն ինքն է իրավիճակը հասցրել այն կետին, երբ Թրամփը այլընտրություն չուներ։ Փորձագետները նշում են, որ ԱՄՆ ներկայիս նախագահը Պուտինին հնարավորություն էր տվել խաղաղության ուղիով գնալու։ Նա նույնիսկ հրավիրել էր նրան մասնակցելու գագաթնաժողովի Ալյասկայում ոչ ֆորմալ պայմանավորվածության համաձայն։ Այդ այցից հետո պետք է կայանար Պուտին-Զելենսկի երկկողմ հանդիպումը, իսկ այնուհետև նաև եռակողմ առաջնորդների հանդիպում։ Սակայն փոխանակ օգտագործելու այդ հնարավորությունը Կրեմլը այդ դադարը օգտագործեց հարձակողական գործողությունները սաստկացնելու համար։ Ըստ Թիսենի, այս պահվածքը դարձել է Կրեմլի ռազմավարական սխալը։ Դիվանագիտական արդյունք ստանալու փոխարեն Պուտինը ցույց տվեց, որ ընտրությունը չի եղել իր օգտին։ Ինչ պետք է արվի Ռուսաստանի նկատմամբ։ Վերլուծաբանները նշում են 3 քայլեր՝ Ռուսաստանի նավթը եւ գազը դուրս մղել համաշխարհային շուկայից, կոշտ պատասխան տալ ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքի ցանկացած խախտման, Ուկրաինային տրամադրել մեծածավալ սպառազինություն ռուսական բանակին պաշտպանողական դիրքերում պահելու համար։ ՆԱՏՕ-ն սկսել է նախապատրաստվել պատերազմի, քանի դեռ վերլուծաբանները խորհուրդներ են տալիս եվրոպացի քաղաքական գործիչները արդեն անցել են գործի։ ՆԱՏՕ-ի հյուսիսային թևում ձևավորվում է հզոր մարտական խմբավորում, ժամանակակից տեխնիկան եւ դաշնակիցների վերապատրաստված ուժերը կկարողանան օպերատիվ արձագանքել Ռուսաստանի
կողմից եկող ցանկացած սպառնալիքի, այն պատերազմը, որը սկսեց Կրեմլը իբր ՆԱՏՕ-ի արևելք ընդլայնումը կանխելու համար, իրականում հանգեցրեց նրան, որ դաշինքին միացան Շվեդիան եւ Ֆինլանդիան, այժմ այս երկրները ստեղծում են հարվածային ուժ Ռուսաստանի հետ սահմանի մոտ։ Ըստ արևմտյան աղբյուրների, ՆԱՏՕ-ի հյուսիսում ձևավորվող նոր ուժի նպատակն է ամրապնդել դաշնակիցների պաշտպանությունը այն հատվածներում, որոնք սահմանակից են Ռուսաստանին։ Ուժերի հիմնական մասը կազմելու է Շվեդիայի Նորբոտենյան մեխանիզացված բրիգադը, որի բազան Բոդենում է ընդամենը 130 կիլոմետր հեռով ֆիննական սահմանից։ Սպառազինությունը արդեն տեղակայված է Լապլանդիայում, այնտեղ են գտնվում Archer տիպի ինքնագնաց հրետանային համակարգերը մինչև 50 կիլոմետր հեռահարությամբ։ Անհրաժեշտության դեպքում տարածաշրջան կարող են արագ տեղակայվել բրիտանական Eurofighter եւ F-35 կործանիչները, ինչպես նաեւ Apache ուղղաթիռները, որոնք արդեն այս գարնանը մասնակցել են համատեղ զորավարժություններին։ Ֆիննական ուժերը ներկայացված են եգերական բրիգադով եւ Կայնուի բրիգադով, նրանց կմիանան նաեւ Նորվեգիայի եւ Դանիայի ուժերը, ձևավորելով գրեթե ամբողջությամբ սկանդինավյան միավոր։ Մեծ Բրիտանիան սահմանափակվում է կապող սպայական կազմով եւ փորձի փոխանակմամբ կապված Էստոնիայում գործող բրիգադի կազմակերպման հետ։ Այդտեղ արդեն իսկ գործում է էստոնական դիվիզիան, որտեղ ներգրաված են նաեւ ֆրանսիական ստորաբաժանումները։ Այս ֆոնին Եվրոմիության դեսպանները սկսել են քննարկել Եվրահանձնաժողովի նախաձեռնությունը Ուկրաինային ֆինանսավորում տրամադրելու նպատակով, օգտագործելով Ռուսաստանի կենտրոնական բանկի սառեցված ռեզերվները։ Bloomberg-ը գրում է, որ նպատակն է մինչև տարեվերջ համաձայնեցնել մեխանիզմը, որպեսզի 26 թվականին Կիևը ստանա անհրաժեշտ ֆինանսավորում։ Հիմնական հարցն այն է, թե ինչպես կարելի է կազմակերպել միջոցների փոխանցումը եվրոպական համակարգից առանց ավելորդ ռիսկերի, նախևառաջ Բելգիայի համար, որտեղ հենց գտնվում են այդ ռեզերվները։ Մոտեցանք ռազմաճակատի տվյալներին, նախորդ օրվա ընթացքում ռազմաճակատում արձանագրվել է 173 մարտական բախում, թարմացված տեղեկության համաձայն 3 հակառակորդը 81 ավիահարված է հասցրել արձակելով 156 կառավարվող ռումբ, ընդհանուր առմամբ գրանցվել է 5118 հրետանային հարված, այդ թվում 107 հարված ռեակտիվ կայաններից, ինչպես նաև կիրառվել է 6262 կամիկաձե դրոն։ Ագրեսոր երկիրը օդային հարվածներ է հասցրել Սումիի, Դոնեցկի, Զապորոժիայի, Խերսոնի մարզերի սահմանամերձ բնակավայրերին։ Անցած օրը Ուկրաինայի պաշտպանության ուժերը իրենց հերթին հարվածներ են հասցրել հակառակորդի կենթանի ուժի եւ տեխնիկայի կենտրոնացման 14 շրջանների։ Մարտական գործողությունները շարունակվել են 12 ուղղություններով, Հյուսիս-Լոբոժանյան եւ Կուրսկի ուղղություններով տեղի են ունեցել 5 մարտական բախում։ Պակրովսկի ուղղությամբ ուկրաինացի պաշտպանները կասեցրել են թշնամու 59 հարձակողական գործողություն, Յուժնո-Սլոբոժանյան ուղղությամբ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հետ են մղել թշնամու 5 հարձակում, Կուպյանսկի ուղղությամբ տեղի ունեցել օկուպանտների 6 հարձակում, Ուկրաինայի պաշտպանության ուժերը Լիմանի ուղղությամբ հետ են մղել թշնամու 15 հարձակում, Սևերսկի ուղղությամբ մեր պաշտպանները հետ են մղել ռուսական զորքերի 6 հարձակում, Կրամատորսկի ուղղությամբ գրանցվել է 3 բախում, Տարեցկի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է 14 հարձակում, Նավապավլովսկի ուղղությամբ Ուկրաինայի պաշտպանության ուժերը կասեցրել են պաշտպանական գծերը ճեղքելու ռուսական 21 փորձ։ Գուլիայպոլիայի ուղղությամբ թշնամին 9 անգամ հարձակվել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի դիրքերի վրա, Արեխովի ուղղությամբ թշնամին 6 անգամ հարձակվել է մեր դիրքերի վրա, Պրիդնեպրի ուղղությամբ թշնամին ապարդյուն 1 գրոհ է իրականացրել։ Ուկրաինացի զինվորականները շարունակում են պատճառել զգալի կորուստներ հակառակորդին, ինչպես կենթանի ուժի, այնպես էլ տեխնիկայի առումով։ Թշնամու թիկունքում խաթարվում են լոգիստիկան եւ հարձակողական ներուժը։ Ռուս օկուպանտների մեկօրյա կորուստները կազմել են 1100 զինծառայող, 7 տանկ, 2 զրահամեքենա, 45 հրետանային համակարգ, 1 ռեակտիվ հրետանային համակարգ, 454 օպերատիվ մարտավարական դրոն, 131 միավոր ավտո եւ հատուկ տեխնիկա։ Ընդհանուր առմամբ մեկ օրում ոչնչացվել է 640 միավոր թշնամու զինտեխնիկա, այսինքն նոր ջարդ է տեղի ունեցել։ Իսկ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ ագրեսիայի սկզբից ռուսական բանակի կորուստները ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի փաստագրված տվյալների արդեն կազմել են 1,108,510 ռուս օկուպանտ։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Արևմտյան մամուլը քննարկում է ԱՄՆ-ից Tomahawk հրթիռները Ուկրաինային տալու հնարավորությունը։ Եթե Կիևը ստանա Tomahawk հրթիռներ, դրանց հարվածի տակ կարող են հայտնվել տասնյակ ռուսական մարզեր, ներառյալ Մոսկվան եւ Սանկտ Պետերբուրգը։ Ամերիկյան Tomahawk թեվավոր հրթիռների փոխանցումը Ուկրաինային կարող է արմատապես փոխել ուժերի հարաբերակցությունը ռազմաճակատում։ Մասնագետների հաշվարկներով այդ հրթիռների թռիչքի հեռավորությունը բավարար է ոչ միայն Ռուսաստանի եվրոպական հատվածում,
այլև երկրի խորքում գտնվող թիրախներին հասնելու համար, ներառյալ Ուրալը եւ Սիբիրը։ Ռուս վերլուծաբանները խոճապի մեջ են, տամահավքները կարող են հասնել մինչև Տյումեն, երկրի դեպի արևելք ուղղությամբ, ինչպես նաեւ Մուրմանսկ եւ Արխանգելսկ հյուսիսում ընդհանուր հաշվով շուրջ 60 ռուսական մարզ կարող է հայտնվել այդ հրթիռների կիրառման գոտում։ Առավել նշանակալի թիրախների շարքում են Մոսկվան եւ Մոսկվայի մարզը, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգը եւ Լենինգրադի մարզը։ Տելեգրաֆ պարբերականի հաղորդմամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպման ժամանակ դիմել է Դոնալդ Թրամփին, խնդրելով փոխանցել հենց տամահավք տեսակի հրթիռներ։ Նախագահ Թրամփը ըստ աղբյուրների դրական է արձագանքել եւ խոստացել է մանրամասն ուսումնասիրել այդ հնարավորությունը։ Հիշեցնենք, որ տամահավք հրթիռների թռիչքի հեռահարությունը հասնում է մոտավորապես 2400 կիլոմետրի։ Այս ցուցանիշները հնարավորություն են տալիս հարվածներ հասցնել Ռուսաստանի կարևորագույն ռազմական օբյեկտներին, ենթակառուցվածքներին եւ լոգիստիկ կենտրոններին ռազմական գործողությունների գոտուց շատ հեռու։ Շատ չերկարացնեմ կիրակնօրյա եթերը, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումը։ Մաղթում եմ ձեզ լավ կիրակնօրյա տրամադրություն եւ հուսամ կհանդիպենք վաղը ավելի լավ լուրերով։ Մինչ նոր հանդիպում։